Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում վերջին տարիներին նկատվում է հաշվառված անձանց թվի աճ։ Թեև թվերն առաջին հայացքից կարող են վկայել հոգեկան խնդիրների տարածման մասին, այնուամենայնիվ դրանց հիմքում նաև մասնագիտական օգնության նպատակով մարդկանց ակտիվ դիմելիությունն է։ Դիմելիության բարձրացումը դա դրական հատկան է, ցուցանիշ է, որը բերում է ի վերջո թվի բարձրացման, բայց որպես մասնագետ մենք համենայն դեպս զգում ենք, որ սա ոչ միայն դիմելության հետ է կապված, այլ հոգեկան խնդիրները ավելացել են։ Կենտրոնի տվյալներով միայն 2024 թվականի ընթացքում հաշվառվել է շուրջ 4818 հոգեկան խնդիր ունեցող անձ։ Տնօրենի խոսքով այս ցուցանիշը ցածր չէ հաշվի առնելով մարզի բնակչության թիվը։ Ընթացիկ տարվա տվյալները նախնական հաշվարկներով ունեն աճի միտում, իսկ ամբողջական պատկերը հայտնի կդառնա տարեվերջին։ Բոլոր տարածաշրջաններում կարծես մեր կենտրոնին համահունչ ավելանում են հոգեկան խնդիր ունեցող անձանց թիվը։ Կենտրոնի տնօրեն Նադիա Բաղդասարյանը, լինելով մանկական հոգեբույժ, առանձնացնում է հատկապես մինչև 18 տարեկանների շրջանում նկատվող մտահոգիչ միտումները։ Նրա խոսքով մանկական եւ դեռահասային տարիքում չլուծված հոգեբանական դժվարությունները հաճախ վերածվում են լուրջ հոգեկան հիվանդությունների։ Այսօր օրինակ աուտիզմը մոլեգնում է ամբողջ աշխարհում եւ նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ ինչու՞ չէ նաեւ Շիրակի մարզում։ Մի պաթոլոգիա է, կապում են ինֆորմացիայի հեղեղի հետ, այստեղ կապում են այս տեխնիկաների, երեխաների կապվածության հետ։ Մեր բուժման համար առաջի, ասենք, պայմանը լինում է, որքան հնարավոր է պակասեցնել երեխաների հեռուստացույցից օգտվելը, հատկապես հեռախոսներից օգտվելը։ Թե դեռահասների, թե մեծահասակների շրջանում նաև թմրամոլությամբ տառապողների բարձր ցուցանիշ է նկատվում։ Ըստ կենտրոնում առկա թվերին նրանք 1046-ն են։ Մենք տեսնում ենք, թե մեր շուրջը ինչ է կատարվում, արդեն դրանց մեջ թաթախված են դեռահասները, ել չեմ խոսում, երբեմն նաև զոհ են դառնում ավելի փոքր դեռևս դեռահասության տարիք չունեցող երեխաներ։ Կենտրոնի հոգեբաններից մեկն էլ նկատում է հոգեկան առողջության խնդիրների հիմքում հաճախ ընկած են կենցաղը, սոցիալական գործոնները, բռնությունը, պատերազմը եւ այլն։ Ֆոբիաներով հիվանդներ են շատ հաճախակի գալիս եւ պատերազմից հետո շատ հիվանդներ ունեցանք 100%-ով բուժված դուրս չեն գալիս, անընդհատ շփման մեջ են հոգեբուժների, հոգեբանի հետ, բայց բուժվում են, հանգստանում են, պարկում են հիվանդանոցում։ Հատկանշական է, որ նախկինում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը բարձր ցուցանիշներ ուներ զորակոչային տարիքի տղաների շրջանում բանակից ազատման նպատակով ուղեկրումների մասով, սակայն վերջին տարիներին այս միտումը նվազել է։ Մենք արդեն այն մեծ թվերը, որ ունենում էինք նախկինում բանակից ազատվողներ, ոչ պիտանի ճանաչված հոգեկան խնդիր ունեցող պացիենտներ, այսօր ես միտում եմ տեսնում իջնելու։ Մեր համար փոքրանալ է նաև 10-ով իջնելը, 20-ով իջնելը, եթե այսպես շարունակվի, պետք է որ լավ լինի։ Նշենք, որ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում այժմ ստացիոնար բուժում է ստանում շուրջ 60 պացիենտ, իսկ մնացածը համապատասխան դեղորայքային բուժում են ստանում, ունենալով նաև հոգեբանի մոտ այցելություններ։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։